ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարած զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու աճ։ Արդարադատության փոխնախարարն է հայտարարել խորհրդարանում, հավելելով, որ քրեական քաղաքականության վերանայման եւ այդ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության բարման անհրաժեշտություն կա։ Նախատեսում են սանկցիաներում 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մյուս հոդվածում տուգանքի պատժատեսակի չափը սահմանել 15-պատիկից 30-պատիկի չափ, իսկ ազատազրկման համար նախատեսված առավելագույն 2 տարի ժամկետը փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով։ Ռուսաստանի կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսվելու անհրաժեշտություն կա։ Ճեպազորույցի ընթացքում հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում։ Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնատարների վարորդները։ Նրանք դժգոհում են բեռնափոխադրող նոր միջնորդ ընկերություններից։ Վարորդների վստահեցմամբ միջնորդ կազմակերպությունների կողմից թե Վրաստանում, թե Հայաստանում հայերի բեռնափոխադրումն անտեսվում է։ Նախընտրում են, որ այլազգիների բեռնատարները բարձեն բեռը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում վարչապետի հետ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 9.1 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Պարզվել է, որ Սևան քաղաքում գործող պարենային եւ ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց կանխիկ գումար է վերցրել եւ ՀԴՄ կտրոն չի տրամադրել։ Արդյունքում ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական բարույթ։ Կաշառք տալու, ստանալու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ, ձերբակալվել են մի շարք անձիկ, այդ թվում Երևանի քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սարյան փողոցում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել։ Մինչև քանդման աշխատանքների սկսելը տարածքը շահագործողը փորձել է ինքնավնասման փորձ իրականացնել, ինչը սակայն ոստիկանները կանխել են, այնուհետև քաղաքացուն բերման են ենթարկել։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։